Բայց Տիկին Սողանի հարցադրումը մի քիչ ուրեմն տեսեք այսպես ավելի կոնկրետ ասեմ, ավելի կոնկրետ ես ասացի ով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես ընտրող ես այդ հարցի ասես շատ բարդ է եւ այլն անթրոպոլոգիայից խորանանք նոր կարողանանք պատասխանը տալ բայց կարելի է մի հատ ինչ-որ մի բնորոշում ասել այդ մեկ երկրորդը Տիկին Սողանի նաև հարցադրում պատասխանից այսպես է տեսեք ձեր հարցադրումից բխել որ նույն խնդիրը միտեղ կարող է դրական ազդեցություն ունենալ միտեղ կարող է բացասական օրինակ ես անձամբ չեմ հարգի այն ընտրողին որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պետք է ընտրի իր ապագան չէ արդյունքում այն քաղաքական ուժը որ կփորձի օրինակ Ջենիֆեր Լոպեսի միջոցով գրավել ինձ իմ աչքին ավելի հեղինակազրկվելու է այսինքն միանշանակ ասել որ մի բանը բոլորի վրա այսպեսի վատ ազդեցություն է ունենում դա երևի թե ճիշտ չէ հիմա խնդրեմ պարոն Վարդանյան շնորհակալ եմ ես մտածում եմ վերջում պարոն Վարդանյանը զաչոտիկն է ուզելու գնալ Ցավոք ինքը իվուսալովը չի եղել դուք Բարձր դատարան ըստ էության հարցադրումը իսկապես հետաքրքիր էր ես իմ պատկերացմամբ ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողը վերջին 6 տարիների ընթացքում բազմաթիվ արհավիրքներ տեսած ընտրող է Արցախով անկախության հռչակագրի օրվանից մինչև 2023 թվական եկած ընտրողներ են, որոնք տեսել են Արցախի հայաթափումը, տեսել են 44 օրյա պատերազմ, տեսել են հազարավոր զոհերի, տեսել են հենց այս պահին, երբ մենք խոսում ենք Բաքվի բանտում մեր հայրենակիցներին, եւ այդ պայմաններում Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով պետք է ընտրություն կատարի, շատերը ունեն տոկունություն, բայց շատերը նաև մարդկայնորեն ունեն զգացմունքներ, որ այս թվարկածս տեսած մարդուն, երբ անձը, ով ամենից շատ տեղեկացվածն է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բոլոր հարցերի մասին, ասում է, եթե մենք չընտրվենք, չստանանք սահմանադրական մեծամասնություն, Հայաստանի Հանրապետությունում պատերազմ է լինելու։ Եթե կա Հայաստանի Հանրապետության, նաև պարոն Վաղարշյան, ձեր նկարագրած ընտրողը, որ այդ բառերը լսելուց, օրինակ ծնողը, ով ունի երեխաներ, որոնք դեռ պետքա գնան բանակ, այդ պահին, եթե սրտի թրթռոց չի ունենում, քավլիցի։ Ես ուրեմն պետք է արձանագրեմ, որ դա փաստարկ չի։ Բայց մենք խոսում ենք հենց մինչև վերջերս էլ այդ լարվածության մթնոլորտի մասին։ Ու դրա շրջանակներում բարձր դատարան։ Բոլոր ծնողները այդպես կմտածեն իմ Բարձր դատարան, մի հատ հետարքիր հանգամանք էլի նշեմ։ Մենք ինչ ենք խոսում։ Եկեք կենտրոնական ընտրական հանձնաժողովին էլ առիթ լինի հարցնենք։ 50-ից 80 հազար քվ պայմանական, այլ կերպ է բաշխվում։ Գիտակցում ենք, չէ՞ որ ընտրության արդյունքը լրիվ այլ է։ Ես չեմ խոսում 100 հազարավոր ձայների մասին։ Մենք ունենք օբյեկտիվ փաստ։ Ձայների փոշիացման շնորհիվ ունենք ձևավորված ուժ, որը կարողանալու է ըստ ԿԸՀ որոշման ձևավորի իշխանություն։ Հիմա ինձ ուզում են որևէ մեկը բարձր դատարան հարգանքով, բայց նաև Դուք ուզում եք ասեք, որ այս ամեն մի քվեն, մենք այսօր բարձր դատարանի առջև ունենք 153 քվեի ազդեցության հարցը։ Դուք ուզում եք ասեք, որ այդ խոսքը ազդեցություն չի ունեցել կամ երբ ես ինչպես ասել եմ, հետևողական լինելու եմ։ Ես այդ բառերը չեմ կրկնելու։ Բայց մենք լսեցինք ինչպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը հիշատակեց է ումա ուղղված այդ բառերը։ Այդ բառերը ուղղված են եղել թվով 3 քաղաքական ուժերի ղեկավարներին, ովքեր մասնակցում են այս ընտրություններին։ Հիմա, պարոն Վաղարշյան, եթե առաջնորդի վերաբերյալ տենց արտահայտություն է հնչում, ամենամեծ լծակներով եւ լիազորություններով, պետաիշխանական գործառույթներով անձի կողմից շտաբի ներկայացուցիչները
թիմի անդամները, կուսակցականները պետքա դրանից դրական էմոցիա ստանան, թե բացասական։ Դրանից ավելի շատ վախի էմոցիա պետքա ստանան, թե օրինակ խանդավառ մի դրական երևույթի էմոցիա։ Իդեպ կրկին 50,000-ից մինչև 100,000 քվեն ամբողջ պատկերը փոխող է։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, եթե նույնիսկ ձեր շտաբի աշխատողներն ու թիմակիցներն են այդ խոսքերից ազդվելս արդեն իսկապես բնութագիր այժողոցի շատ վատավանչոտ է։ Շատ հետաքրքիր Բարձր դատարան, ներողություն եմ խնդրում, բայց արձագանքեմ այս վերջին հատվածին, բարձր դատարան, երևի ես իմ խնդրանքը որն է, որ մենք մոտենում ենք ընդդիմանը, արագ Ես էլ դուք պատասխանեք, մյուսներն էլ հնարավորություն ունեն այս հարցին արձագանքեն եւ գնանք ընդդիման։ Խնդրեմ, բարձր պարոն դատարան, Վարդևանյան։ երևի մեկ հանգամանք հնարավոր է նաև ի վերջո, եթե այդպես է, շատ մարդկայնորեն ես նախանձում եմ ձեզ։ Հնարավոր է դուք օրինակ չեք հետևել այն հայտարարություններին, որ նույն Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվել է 2025 թվականի հունիս ամսին, որ օրինակ ուղղված էր հենց Սամվել Կարապետյանին ու տենց սպառնալիքի տարերը նենց ուղիղ կային։ Դրանից հետո նենց ստացվել, որ մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Հետո մի քանի Facebook-յան գրառում եղավ սրբազանների վերաբերյալ, իրանք էլ մի մասը կալանավորված է, մի մասը նոր ազատ արձակվել։ Ինչ կամք ունի։ Բարձր դատարան, եթե դուք ասում եք այդ արտահայտություններից, եթե պետք է վախենան, հա, բարձր դատարան, այսինքն նորմալ է, որ օրինակ երկրի վարչապետը գրառում է անում, ասում է, որ իրավական հետևանքա վրա հասնելու մեկ անձի նկատմամբ ժամեր հետո դա տեղի է ունենում ու հասարակությունը պետք է ասի հակառակը։ Պետք է ինչ անենք։ Ինչ որ դիմադրության օջախ ձևավորեն։ Իմ ասած է, թե քվեարկության գնալուց ազդվեն։ Իմ ասած վախի մտնոլորտ տարածի։ Վախի մտնոլորտ ուրեմն նայեք, իմ ասած հետևանն է։ Տեսեք, մեզ հիմա նաև լսում են դրսից եւ այստեղ դահլիճում նստած բոլոր մարդիկ չէ որ սոցիոլոգիական խորհրդանությամբ կամ Տիկին Սողանի ասած մարդագիտության տեսանկյունից խորքային պատկերացնում են հասարակական գործընթացները, չէ։ Ես ուղղակի ուզեցի ճշգրտել ձեր այդ ելույթները, որ այդ ձեր բարձրացած խախտումները իրենց ազդեցությամբ այդպես միանշանակ չեն, չէ։ Այդ չի կարելի ասել, որ այս բանը, տեսեք, սրա վրա այսպես ասեց, այդ նույն բանը կարող է մեկի վրա հիասթափություն առաջացնել, մեկին հիացնել, մեկին չգիտեմ ինչ։ Իմ ասած ընդամենը դա էր։ Բարձր դատարան, ամբողջ հարցն էլ ինչն է, որ այո, կարող է 50,000 մարդու վրա այնպես ազդած լինի, որ դա ընտրության ամբողջ ելքի վրա ազդեցություն թողած Բայց ես դուք նայել եք, չէ՞, ընտրության արդյունքները։ Արդեն գնահատողական է, ես կարող եմ հիմնավորել, որ ընդհակառակը հեղինակազրկել է։ Այդ իմ տեսանկյունից։ Բարձր դատարան, իրականում են, որ ատելության խոսքը պետք է մշտապես բերի բացասական հետևանքների, դա ակնհայտ է։ Այդտեղ իրապես պետք է իրավապահները նախ արձագանքեին, որը չեն արել, եւ հենց այդ չանելն էլ էլի նպաստել է վախին։ Պարոն Վարդևանյան, իմ ասածը ոչ թե արձագանքել են չեն արձագանքել, խախտումը կարծես չէ, այլ ազդեցության գնահատական։ Պարոն Վարդաշյան